Պարոն Հարությունյան, ձեզ ինչն է անհանգստացրել, դուք ինչու եք հրապարակում։ Ես հայ եմ։ Ես կարծում եմ, ինչի համար ես անհանգստացած եմ, բոլորի մոտ է զգացողություն կա, ուղղակի մնում է արդեն ոտքի ելնել, որտեղ փոխելու բան կա այս երկրում արդեն։ Ու փոխելու ոչ թե նրա համար, որ մենք լինենք հերթականը կամ հաջորդը, այլ կարծում եմ փոխելու նրա համար, որովհետև կարծես արդեն ժամանակն է, որ մնանք որպես նորմալ ազգ պատմության մեջ։ Ինչը պետք է փոխել։ Այն ինչ որ դեռ չունենք։ Այն ինչ որ այսօր ունենք, այդ պետք է փոխենք։ Ու բերենք մեր հետ այն, ինչ որ այսօր մեզ պակասում է։ Հպարտության վերականգնում։ Չեմ ուզում նախկինների ու հիմիկվա անունը տամ, որովհետև դա մեզանից ժամանակ է խլում։ Իսկ այսօր ժամանակը մեր համար թանկ է։ Բազում արգումենտներ կարամ բերեմ անցյալից, հիմիկվանից, որովհետև դա ժամանակատար է։ Ասենք, չեմ ուզում խոսեմ մի բանի մասին, որը արդեն արժեք չունի։ Երևի ստեղծենք արժեքներ։ Խաղաղության է տանում այս իշխանությունը մեզ։ Ուրա տանում։ Խաղաղության է տանում։ Ներողություն եմ խնդրում։ Այս իշխանությունը մեզ խաղաղության է տանում, հավաստի չեն իրենց գործողությունները, հավատ չկա իրենց։ Ներողություն, դուք հավատում եք այդ խաղաղությանը։ Ես չեմ հավատում։ Եթե իշխանությանը չես հավատում, ոնց կարես իշխանության բերած խաղաղության հավատաս։ Նախ այդ իրանց բերած խաղաղության անունը խաղաղություն չի։ Դա ինձ թվում է ուրիշ բան է, դա վաճառք է, որ այսօր ուզում եմ մենք ծախվենք շատ էժան գնով, բայց այս ազգը ծախվող չի։ Կարծում եմ այս ազգը գալիս է արդեն այն պահը, որ այս ազգը ցույց տա, որ մենք պայքարող ենք։ Այս ազգին այդ խաղաղությամբ գիտես ինչքան են խաբել։ Ու այդ եղել է դավաճանների միջոցով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր գերխնդիրն է պահել Հայաստանը այս սահմաններով, միջազգայինորեն ճանաչված սահմաններով։ Դուք կարծում եք, որ նա ասում է մի բան եւ այլ բան է անում։ Իսկ երբևէ Նիկոլ Փաշինյանին հարցրել եք իր համար ինչ բան է Հայաստան, կամ որ Հայաստանն է ուզում պահել։ Իր հորինած Հայաստանը մեզ պետք չի։ Մենք տեսանք իր հորինած Հայաստանը։ Ես կարծում եմ, այդ Հայաստանը մեզ պետք չի։ Այն ինչ որ ինքը ուզում է պահի, թող գնա պահի, բայց առանց մեզ։ Ինչպես եք պատկերացնում, ինչպես պետք է նրա գործողությունները, եթե խնդրահարույց եք համարում, ինչպես պետք է պայքարել այդ ամենի դեմ։ Իրանց դեմ։ Այո։ Իրանց նման չէ։ Մենք երևի մեր նման հավաքվելով հրապարակում։ Հավաքվելով այն քանակը, որը կարող է արդեն եղանակ փոխել։ Իսկ եղանակները ոնց որ կամաց լավանում են։ Արև ենք սպասում, արև շուտով կլինի։ Հայրենիքի փրկության համար արև է պետք։ Եվ ոչ միայն արև, նույնիսկ լույս է պետք։ Այսօր մենք մթության մեջ նստած ենք։ Այսօր նույնիսկ թունելի այս ծայրում ենք, բայց թունելի վերջում ոնց որ լույս չկա, բայց շուտով կլինի։ Ես կարծում եմ, այդ լույսը բերելու է լույսի բանակը։ Իմ հետ համաձայն չեք։ Ես կարևոր չէ, ինչ։ Ես ասեմ, ես էլ կարևոր չեմ, այսօր ամեն մի հայն է կարևոր։ Ամեն մի հայը, ոչ թե հատը, այլ հոգին, ես միշտ ասում եմ, այսօր հայը հոգի է։ Այսօր հայի հոգին է պետք է հրապարակում։ Էլ են գոռում, մենք աթոռների համար չենք կռվում։ Մենք ուզում ենք մեր վաղվա հայրենիքի համար։ Ու ես անպագորգոր բաներ չասեմ, ես չեմ ուզում մնամ պատմության մեջ։ Ես ուզում եմ հայավարի ապրենք։ Հայավայել։ Ու մենք հայերս դա կարող ենք անել։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ես ուզում եմ ուղղակի խոսքս ուղղեմ մեր հայրենակիցներին։ Մենք ձեր կարիքը շատ ունենք, առավել ևս մեր վաղվա Հայաստանը, ու ես համոզված եմ, որ այդ վաղվա Հայաստանը յուրաքանչյուր վերականգնելու են հպարտությունը, որը մեր ձեռքից առել են։ Այսքանը կարող եմ ասել։ Ձեզ եւ մեզ խոստանում են ինքնիշխան Հայաստան, ով հիմա կառավարությունում է, որի սահմանները
29,000 այդ 723 քառակուսի կիլոմետրն է, դրանից ավել ոչ մի բան չեն պահանջում, Չեն էլ կարող պահանջել։ Իրանք չեն կարող պահանջատեր լինել։ Եթե մարդ պահանջատեր չի, ինքը ոնց կարող է ինչ-որ բան առաջարկել։ Իրանք այսօր առաջարկելու բան չունեն։ Այդ 7 տարի, եթե մարդը իր լեզվով ասում է, որ ինքը 7 տարի մնացել է նույն դասարան, ես ուզում եմ ասեմ, ժողովուրդ ջան, այդ մարդուն տվեք ուսումնարան, թող մի հատ փեշակ սովորի, որ վաղը միսօր կարողանա իր տունը պահի ու այս ազգին ինչ-որ բանով օգտակար լինի։ 7 տարին ինքը այս ազգին օգտակար չեղավ։ Այս ազգի մեջ բերես պարակտում, էլ չեմ անրանամ, լիքը բաներ, որ իզից լավ գիտեք։ Այդ մարդու հետ ոնց ճանապարհ գնաս, այդ մարդուն ոնց հավատաս։ Հենա սաման գծեց, տեսել եք ինչ սամանը գծել։ Շպալներով սաման։ Այսօր իր հպարտությունը այդ շպալն է։ Ինքը թքած ունի հայրենիքի վրա։ Ինչ որ սոկիներ հայրենիքը չեն սիրել։ Իրանց ուրիշ բան է պետք եղել, ոնց որ վերցրել են։ Բայց երևի կգա ժամանակը, որ հետ կտան։ Չգիտեմ ոնց, բայց կտան։ Դա Հայաստանի ամենաանվտանգ տարածքներից մեկն է, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Լուրջ։ Այնինչ դուք համարում եք շպալներով գծված սաման։ Դե այն ինչ որ ինքը գծի, թող ինքը գրանդ է մենակ անվտանգ ապրի։ Դենամ քան որ կդիմանա։ Նախ այդ իր գծած Հայաստանում երևի իրանք կարող են, որտեվ իրանք տակը որս չկա։ Այսօր մեր երկրին տղա է պետք ու որց։ Որ կարողանա ազգին խոստում տա, այդ խոստմանը տերը լինի։ Իսկ տերը այսօր կարևոր բան է։ Այս երկրը իր այսօր տիրոջ կարիք ունի։ Դա իմ անձնական կարծիքն է։ Տղեն էլ է շատ կարևոր բան։ Պարոն Հարությունյան, իշխանության թեզերը դա խաղաղությունն է, երկաթգիծ բացելը, որ սահմանամերձ Սյունիքը օրինակ փող կա, գյուղերը զարգանան, դրանք վատ գաղափարներ։ Գինյալի մտքեր են։ Մի հատ 7 տարվա մեջ արած մի բանը, տենց գոնե մի հատ տենց փոքր բան, որ մեզ տեսածել ենք ու դա լինի արգումենտ, որ ասենք լավ, էս արել են։ Ինչ արածը թղթի վրա է մնացել։ Դա այնքան վատ են գրել թղթի վրա, որ չենք էլ ուզում կարդալ, որտեղ գիտես ինչի համար չենք կարողանում կարդալ, որտեղ տակը ասելիք չկա։ Մի տեսակ կոպիտ չխոսամ, բայց ասեմ պամպերսների հավաքածու է։ Երևի է։ Օրինակ 44-օրյա պատերազմից հետո, երբ մենք Արցախը կորցրեցինք, 23 թվականին եւ վերջնական կորցրեցինք, արդյոք պահը չէր հասունացել հենց այդ ժամանակ ձեզ իշխանափոխություն անելու, ինչու ժողովրդին չհաջողվեց։ Արդյոք որտեղ լիդեր չկար։ Մենք այսօր լիդերի պակաս ունենք։ Այսօր ինչ 4-ից ոչ մեկը լիդեր չի եղել։ Եթե 36 տարի ժողովրդին խաբել են։ Դուք գիտեք, այդ խաբված ժողովրդին այսքան հեշտ է ոտի հանելը։ Ժողովուրդը այսօր ոչ մեկի չի հավատում։ Իսկ հավատ չունեցող ժողովրդին մի քիչ դժվար է ոտքի հանել, բայց հանելու ենք։ Ես կարծում եմ։ հիմա լիդերի խնդիրը լուծված է։ Ժամանակը ցույց կտա, ես կարծում եմ հա։ Ես այսօր կանգնած եմ Լույսի բանակի կողքին, որպես քաղաքացի, ռուսերեն ասեմ, որպես գրաժդանին։ Սենց ասեմ, եթե պետք է խաբվեմ, ես կուզենամ ստեղ խաբվեմ։ Գոնե այս մարդը գրագետ է, գոնե այս մարդը գիտի ազգի պատմություն, գոնե ինքը այնքան իր խոսքի մեջ տղամարդկություն կա, ամենակարևորը խոսքը տեղ հասնելու մշակույթ ունի, սենց ասեմ։ Իսկ այսօր մեր մշակույթը, մեր կրթությունը, մեր ամեն ինչի հերը վաղուց անցել են։ Մենք ասեմ, որ շատ դժվար ճանապարհ ունենք անցնելու, բայց պետք է անցնենք, մենք ուրիշ ճանապարհ չունենք։
Պետք է գնանք կամած, բայց գնալու ենք առաջ։ Նույնիսկ տեսեք արխիվից հանել են Կարեն Արայանի լուսանկարները Նիկոլ Փաշինյանի հետ ու ասում են տեսեք ով է դուրս եկել։ Դա իրանց ձեռագիրն է։ Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, ես լուրջ չեմ ուզում դրա։ Իրանք էս այնքան բաներ են ջրի երես հանելու։ Հեսա կարող է իրանք ասեն Լևոն Հարությունյանի ոտը կաղ է եղել։ Իրոք ին ոտը 7 սանտիմետր կաղ է եղել, բայց ես դրա համար չեմ ամաչում։ Եթե իրանք երբևիցե չեն սխալվել, նույնիսկ Արեանի հարածը չեմ ասում, դա սխալատը ճիշտ է։ Դա անցած ճանապարհ է։ Դա ինչ որ կյանք է, որ բոլորս էլ ապրում ենք։ Բայց այդ անցած ճանապարհի ընթացքում հանկարծ հասկանում ես, որ աշխարհում ավելի թանկ բաներ կան։ Դա հայրենիքն է, դա ժողովուրդն է։ Ու հանկարծ հասկանում ես, որ քո ուսին աստծո կողմից մի խուրձ ցախ կա դրած քո շալակին, դու այդ պետք է վառես։ Գալիս է ժամանակ, որ ուզում ես այդ ցախը վառես։ Ես կարծում եմ դա ամենա պրիմիտիվ բանն է, որ իրանք ես 7 տարվա մեջ սովորեցին անել, էլ շատ վատ են անում, դա էլ չեն կարողանում անել։ Գոնե այդ կարողանային սիրուն անեին։ Գոնե այդտեղ սիրուն խափեն։ 7 տարի այս ազգին շատ ցածր մակարդակով խափեցին ու ստորացրեցին։ Դա իրանց ձեռագիրն է, այդ ձեռագիրը պետք չի փոխել։ Իրանց պետք չի բան սովորացնել, որտեղ իրանք սովորելու պատրաստ են։ Իրանք չեն կարող աշակերտ դառնալ։ Աղբետի աշակերտ դառնալու պետք է ունենալ ուսուցիչ, իսկ իրանք ուսուցիչ չունեն։ Մի հատ նայեք իրանց ուսուցիչն ով է։ Սորոսը։ Որ պետություններ քանդելով գալիս է, իրանք նորմալ ծախվել են։ Ես չգիտեմ ինչ գնով, գնի մասին չի խոսքը։ Տեսակի մասին է։ Այսօր այդ տեսակը հային պետք չի։ Բայց հիմա իրենք մարդկանց են կրթում։ Կնոջ հետ։ Այո։ Ես ուզում եմ խոսքս դիմեմ այն մարդկանց, ովքեր ուզում են այդ դպրոցում կրթվեն։ Իշեք կրթվելու համար դուք պատասխան եք տալու սերունդների առաջ։ Այն ինչ որ կրթվել եք, այսօրվա սերունդը դա չի ընդունելու, ժողովուրդ ջան։ Ու երևի թե ես ուզենա իմ երեխեն, իսկ նոր սերունդը յուրաքանչյուր նոր սերունդի երեխեք դա իմ երեխեքն են։ Ես ուղղակի այդ սերունդին ասում եմ այդ դպրոցում մի կրթվեք։ Նույնիսկ այնտեղ կան ուսուցիչներ, որ ներկայացան ուսուցիչներ։ Ես ուզում եմ այդ ուսուցիչներին հասկանամ վաղը մի այսօր այդ նոր սերունդին Նիկոլ Փաշինյանի պերսոնաժը, կերպարը ոնց են ներկայացնելու, որ այդ երեխեքը հավատան։ Ախր այդ երեխեքներն են այս երկրում, այդ երեխեքներն են ապրում են, ինչ որ մենք ենք ապրում։ Իսկ այդ այն ուսուցիչը, որը այսօր տալու բան չունի, ինքը վաղը աշակերտ չի ունենալու։ Իրանք թող հույսները կտրեն, որ այս վաղը միսօր իրանք աշակերտ կունենան։ Եթե այդ աշակերտները կան, իրանց նման նույն դասանում մնացած աշակերտներն են։ Մարդը ֆրազ ասեց տաքսի շոֆերը կարա անգրագետ լինի, երկիր կառավարողը չի կարա անգրագետ։ Իսկ եթե այսօր իմ երկրի կառավարողը անգրագետ է, ես դրա դպրոցին ոնց հավատամ։ Դե ինչ ասեմ, իրանց դպրոցին բարի ճանապարհ, նույնիսկ որ գնան հետևների ջուր կլցնեն։ Բայց դա այն կոնտեքստում չէր ասում, որ յուրաքանչյուր ոք պետք է անընդհատ կրթվի, աշխատի իր վրա, կատարելագործվի։ Այդպես տարիա չէ՞ սկսե։ Խի մշակույթի հերանցելով, կրթության հերանցելով նորը հանգած արտնացել, որ նոր ուզում կրթել։ 6 տարի առաջ մենք կրթված էինք իր կարծիքով, հա։ Հանգած իրանք հասկացան, որ 6 տարվա մեջ ազգի կրթությունը մշակույթ են փչացրել, այսօր ուզում են վերականգնեն։ Ու վերականգնում են իրենց ծրագրով, այդ ծրագիրը մեզ պետք չի։ Այդ ծրագիրը թող բայեն իրենց բալիկների համար։ Իրենց սերունդը շարունակողների համար։ Ներողություն։ Պարոն Հարությունյան, չեք կարծում, որ այս ժողովրդի անտարբերության հարցում ինչ որ առումով մեղավորություն ունեն նաև բոլորս մշակույթի գործիչները, որովհետև շատ հարցերում անտարբեր են եղել։ Մենք տեսել ենք, որ Բարձրաստիճան Պաշտոնյան թքել է քաղաքացու վրա, դա ներվել է եւ նա մտավորականությունն այդ մասին չի խոսել։ Այո, մեր սխալն է նա, որ մենք այդ օրը պետք է ոտքի կանգնենք, հաղի կնոջը գցի մեքենայի տակ։ Մենք պիտի կարողանանք մի հոգի հայի համար կարողանանք ոտքի ելնենք, բայց այս ազգը դեռ չի սովորել։ Մենք այսօր մեր տեսակը չեն գնահատում։ Երբ որ այդ հղի կնոջը գցի մեքենայի տակ, մենք այդ օրը պետք է ելնենք։ Ու այդ շարասունը այստեղ պետք է վառվեր։ Որ հասկանան, որ այս երկրում պատիժ կա։ Այս երկրում ամենակարևորը պետք է ստեղծենք մի հատ կարևոր բան։ Դավաճանները պետք է պատժվեն։ Հենց այս երկրում պատիժ եղավ, ժողովուրդը վաղուց
պատրաստը քնից ելնելու կամ արդեն հելած պիտիներ կամ նոր սերունդում որ անվանակ ժողովուրդ այդ նոր սերունդը այսօր մենք ներողություն ազգերին չեմ ուզում այսօր մենք չինացի չենք այսօր ամեն մի հայը մեր համար թիվ արժի այսօր ամեն մի հայի պակասը մեր վրա երևում է դրա համար ամեն մեկս պիտի տեր կանգնենք ամեն մի հայի կողքին լինենք ու կարծում եմ այսօր այդ այն հրապարակն է որ արդեն իրար կողքի լինելով իրար տեր պիտի կանգնենք իրար տեր կանգնելով պիտի տեր կանգնենք մեր երկրին որ ուզում են ծախեն սրա մասին է խոսքը Պարզապես մշակույթի որոշ գործիչներ երգեր նվիրեցին Նիկոլ Փաշինյանին, դուք դա նորմալ համարում եք։ Իրանց գրածն է տեր։ Նոր գրած երգերը ավելի լավն է լինելու, բայց այդ մեջ բանի նոր կառավարությանը չի նվիրվելու կամ նոր եկող կառավարության, որ ուզում է երկիր։ Այս կառավարության նոր եկող կառավարության երգերն ուրիշ առնել են։ Նոր եկող կառավարության մասին երգողները կառավարության մասին չէ երգել են հայրենիքի, սիրո մասին ու այն փրկված հայրենիքի մասին, որի պակասը մենք այսօր բոլորս ունենք։ Այսօր մեզ սիրո մասին երգեր է պետք։ Որտեղ այդտեղ են խլել մեր ձեռքից։ Իսկ ովքերում համար են երգում, ես իրանց փոխարեն չեմ կարող պատասխան տալ։ Բայց երևույթին ինչպես եք մոտենում։ Երևույթին վատ։ Այսօր երբ որ ասում են դուք մշակույթը դուք պիտի ոտքի կանգնեք։ Հիմա ոտքի եմ կանգնել, հիմա տեսեք ինչ քֆու քյաֆարա գալու։ Բայց ես դրանց այդ այսինքն նույն ֆեյքերն են, նույն կառավարության ուղարկած բալիկներն են։ Ես դրանցով չեմ պատասխանելու։ Իմ պատասխանը թիվ արժի, ես ամեն մարդու չեմ ուզում պատասխանել։ Ես իրանց պատասխանելու բան չունեմ։ Թող իրանք տվայտվեն, թող իրանք տժան իրենց յուղում, տապակվեն։ Իրանց այդ առատ երկու կոպեկը թող վայելեն, տնան կարողանան գիշերը հանգիստ քնեն։ Սարքել եմ մի երկիր, որ ամեն կետի վրա կարան ծախվեն, ու այսօր նայում ես ինչքան ծախվողներ կան։ Շուկա են սարքել, սա երկիր չի։ Ախր գոնե առևտրից բան հասկանային, դա չեն կարողանում ծախեն, հասկանում ես։ Դրա մասին է խոսքը, չգիտեմ։ Բայց տեսեք, այնուհանդերձ, այսպես ասած, արանքում 680,000 քաղաքացի կա, որոնք 21 թվականին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ընտրությանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը։ Պետք է, այսինքն նրանց կամ արտահայտությունը հաշվի չառնել։ Չէ, 680 հոգուց։ 80,000։ 80,000-ից քանի հոգի են մնացել։ Որ sense մաղենք տակը թող մնացած լինի 80,000, լավ, չեմ ուզում շատ բան։ Դու պատկերացնում ես Նիկոլ Փաշինյանը 680,000 հոգու խաբել է։ Ու այսօր ամենաստորացած վիճակում այդ 80-ին էլի չեմ ուզում կպտեմ, թող հանգիստ ապրեն, այդ 600 հոգին ինչ նեղված են, որ իրանց խաբել, այսօր խաբել ահավոր բան է։ Խաբել մի ղեկավարի, որի որոշում ես, որ ինքը պիտի լիդեր լինի, ու այդ լիդերին պիտի ցույց տաս, որ իր տեղը որոշում կայացնի։ Ու այսօր այդ մարդը իր վիբրի համար, իր ընտրության համար ամաչում է։ Բայց դա ընտրություններով 1 տարի անց պարզ չի լինելու, թե քանի հոգի է մնացել նրա կողքին։ 1 տարի անց ընտրություններ են լինելու եւ այդ ժամանակ չի պարզվելու քանի հոգի այդ 680,000 ավելացել է թե պակասել։ Հետո պիտի զգա իրանք Ընտրության արդյունքներով։ Ընտրության արդյունքները դա հայերում է քո քայլերից, քո կատարած աշխատանքից ինչ ես անում, խոստացածիցդ ինչ ես անում, ինչքանով ես տերելնում քո ասածին, ինչքանով դու տղա ես։ Իսկ տղեն իր խոսքին տերը։ Իսկ դուք ո՞նց եք ընդունում նրան, որ այսօր հայկինը տղու նման քֆուր է տալիս։ Դա մեջ վատ բան ես տեսնում, թե լավ։ Այսօր վերևում քֆուր է կախված։ Ու դա այս մարդկանց շնորհիվ։ Ազգին պարակտեցին, գույների են, չէ՞։ Սև ու սպիտակ։ Հա, հիշում եմ, որևէ մեկը չընդդիմացավ սև ու սպիտակի բաժանմանը։ Այո։ Այսօր տեսեք, այսօրվա մեր կյանքը նման է մի հատ խաղ կա, չէ՞, մաֆիա։ Ես ուզում եմ հասկանամ, այս 4-ը կարմիր են, թե սև է։
Ու ես չեմ ուզում այս խաղի մեջ մանգամ կարմիրներին ու սևերին։ Ես ուզում եմ գտնեմ այն լիդերին, որը վաղը ինձ կտային ինչ որ ես կորցրել եմ։ Ով որ գիտի այս ազգի պատմությունը, այս ազգի մենակ ինքը կարա տերը լինի։ Այս 3 հոգուց պատմություն գիտեր Լևոն Տեր-Պետրոսյանը, չէ՞։ Կրթված բանիմաց մարդ։ Ինչի տենց եղավ։ Որովհետև բերեցին այն մարդկանց, ովքեր չգիտեն հայ ազգի պատմությունը, չգիտեն ով է հայը։ Այսօր այս 4-3-ին, որ հարցնես ով է հայ, իրանք դրա պատասխանը չունեն։ Կտան շատ պրիմիտիվ, իրանց հակով պատասխան։ Ուրեմն փոխենք մի բան, որ գոնե ինքներս մեզ ճանաչենք, էլի։ Արդեն հային ճանաչելու ժամանակն է։ Առաջ երթին մենք հայերս մեզ ճանաչենք, հետո կարողանանք այդ ճիշտ հային մատուցենք աշխարհին։ Այսօր աշխարհը չգիտի հայն ով է։ Առաջ գիտեն, այն պատմությունից որ գալիս են գիտեն հայն ով է։ Հիմա այս նոր հային ոչ մեկ չի ճանաչում, որովհետև նոր հայի հայերն են անից է որ։ Դուք կարծում եք այդ 3-ը Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը որևէ կերպ խոչընդոտում են Փաշինյանի անունը չտվեցիք։ Որովհետև հարցս Փաշինյանն առնի, որևէ կերպ խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, թե ոչ։ Չեմ կարող ասեմ, պատմությունը ցույց կտա։ Իրենց այս գործունեությունը ցույց է տալիս խոչընդոտում են, թե աջակցում են։ Ժամանակը ցույց կտա։ Մի քիչ համբերենք։ Երբ որ այս հրապարակում լիքը մարդ կլինի, այդ ժամանակ կերևա։ Դրա համար եթե ուզում եք դա ճշտեք գոնե։ Չեմ ասում որ 27 կբացահայտենք, իհարկե, երբ որ գա ժամանակը կբացահայտենք։ Երբ որ այս հրապարակը արդեն լիքը լցված լինի, այդ ժամանակ կհասկանանք իրանք աջակցում են թե չէ։ Եկեք սպասենք այդ օրվան։ Ես այդպես եմ մտածում։ Դե հիմա ասում են, երբ այս Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնում, Քոչարյանը բավական է անի մեկ հայտարարություն եւ այդ վտանգները չեզոքանում են։ Դուք այդպես եք կարծում։ Նման վերլուծություններ կան, մեկնաբանություններ կան։ Ես ունեմ իմ վերլուծությունը։ Երբ որ հրապարակում կհավաքվեն, այդ ժամանակ ամեն ինչ բարձ կլինի։ Հավաքվեք կտեսնենք։ Թող այդ ժամանակ է վերլուծություն անեն։ Եկեք արժանանանք այդ օրվան։ Կլինի այդ օրը, բայց որ հրապարակը լիքը լինի։ Ես կարծում եմ այո։ Պարզապես Ոչ թե չեմ կարծում, այլ համոզված եմ։ Իսկ ձեր համոզմունքի հիմքումը ի՞նչն է, որովհետև շարժումը մեկնարկել է ոչ խոստումնալից հրապարակով։ Ոչինչ, ամեն շարժում, ասում եմ, գետի վարարելը կտրվելու նշան է։ Մեր գետը նոր է վարարելու։ Եկեք սպասենք այդ գետի վարարմանը։ Ես կարծում եմ նույնիսկ կգա ժամանակ, որ գետում կարան լողանալ, որովհետև այդ գետում լողանալը վտանգավոր չի։ Ով ակցիա է անում, ով հանրահավաք է անում, ով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, աջակցում է Ալիևին, որովհետև հիմա միայն Ալիևին է պետք Հայաստանում ներքաղաքական ցնցումներ, որ առիթից օգտվի եւ միջանցք վերցնի, տարածքներ գրավի։ Ես չգիտեմ դուք այս գնահատականներին ծանոթ եք թե չէ, ոչ միայն այս շարժման մասին է տրվում, այլ ցանկացած շարժման։ Իսկ Դիադալիևը ձեր կարծիքով ինչի է գնում դրան։ Որտեղ դեմը տղա չկա։ Ինչ ասել է հա։ Դաժարանքում էլ կարող ասել է հա աղբերս։ Դե աղբորը դες բան պետք է խոստանա, բա նորմալ է։ Աղբերներն են կողմից պետք է պահեն իրար, չէ՞։ Եթե այստեղ լինեն պինդ տղեկ, դժվար Ալիևը տենց դուխ ունենար։ Ով է տվել հնարավորություն Ալիևին։ Մերոնք։ Ես կարծում եմ էլ իրանք մերոնք չէ։ Իսկ ինչու չմտա ոչ թե համոզված լինել, այլ ինչու չմտածել, որ շանս կա վերջնական խաղաղության գնալու Ադրբեջանի հետ այս փուլում։ Դուք ուզում եք ես իրանց բերած խաղաղություն, ես չեմ ուզում։ Այս շանսը իմը չի։ Ես չեմ ուզենամ կյանքում սենց շանս լինի։
Որովհետև դա ինչպիսին է։ Դա առանց հպարտության շանս է։ Ստորացած շանս, գլուխդ կախ շանս, կարամ դիքը հապաղումներ բերեմ։ Ես այս շանսը չեմ ուզում։ Ես իսկական հային իր գենին մոտիկ շանս եմ ուզում, ուրիշ, որ իր ֆունդամենտը հպարտությունն է։ Ես էլ եմ ասել, այս կառավարությունը շուշաթղթի նման բան է։ Մեզ կամաց տաշելով ուզում է իր հայելին ունենա, որտեղ կնայի այդ հայելու մեջ ու իր ճղճիմ դեմքով հպարտություն կապրի, բայց դժվար թե մենք այդ հայելին տանք իրան։ Ես կարծում եմ մենք իրան տալու ենք մի հայելի, որ ինքը իր արածից ամաչելու է։ Խոսքով այս երկրին ոչ թե ասում եմ մահապատիժը վերականգնենք, չէ։ Պետք է գտնենք ճիշտ պատժելու ձևեր։ Բայց ես չեմ ուզենա, որ դա ազդի իր գենի վրա, իրանից եկող սերնդի վրա։ Ես այնպես կուզենամ իրանց սերունդները իրանց տատերի ու պապերի կամ իրանց համար պատասխան չտան։ Ես կարծում եմ իրանց սերունդներն էլ խելոք կլինեն։ Իրանց սերունդներն էլ պրիզնատ կընդունեն, որ իր պապերը սխալ բան են արել։ Ո՞րն է լինելու Նիկոլ Փաշինյանի պատիժը։ Երբ որ դուրս գա այս քաղաք, չեմ կարծում ինքը այս երկրում կմնա թե չէ, որ առիթ եկավ ինքը կփախնի։ Իսկ եթե մնաց այս երկրում, երևի թե առհամարանք է, ես չեմ որոշելու։ Ով կգա հաջորդ կառավարող այս երկրի, ինքն էլ կորոշի, բայց ես իմ կարծիքը այդ մարդուն կասեմ։ Ամեն դեպքում մենք իրանց նման չար չենք։ Կպատժենք այնց, որ իր ենթագիտակցության մեջ երկար կմնա ու գոնե ինքն էլ կհասկանա, որ հպարտությունը լավ բան է։ Տեսեք, պարոն Հարությունյան, հիմա իշխանությունը ինչ թեզ է առաջ մերում, ասում է, այ օրինակ ձեզ, որ հիմա իշխանությանը քննադատում եք, որ գնաք տուն, ձեր պատիեզում ձեզ չեն ծեծի, Արագաստ սրճարանում նստած լինեք, ձեզ չեն սպանի, ձեր որ գնաք թոշակի, ձեր բարձր թոշակ կստանաք, կերթևեկեք, իմ սերունդը շարունակող հղի կնոջը, որ գցում է մեքենայի տակ։ Ես դրանով որտեղ եմ ապահովված լինելու։ Այդ իրանք են արել։ Այսօր ոչ մեկս չենք պահանջում այդ մարդուն, որ դա արել է։ Իսկ դրա համար ինչ են ասում։ Գոնե մի անգամ հելնեին ներողություն խնդրեին։ Չնայած էլ իրան չէր փրկի։ Այդ թեզերը մատից ծծած թեզեր են։ Իրանք չգիտեն այդ ինչ է, երբ որ իրանք հարցնես կասեն, դե իրանք բանը ձեռագին է, ոնց մենք այդպես բան ենք ասել։ Արգումենտը բերում ես դնում ես դեմին, ասում եմ ոնց է ես եմ ասել, կարող է ես եմ ասել։ Դե ուղղակի չեմ հիշում, ուրեմն թող առաջերտին իրանք վերականգնեն իրանք հիշողությունը։ Մեկ էլ մեկ հիշեն ինչ են ասել։ Մեկ հիշեն ոնց են եկել կառավարության։ Հիշում ես նորերով եկան նախկինների տան մոտ դագաղով էին գնում։ Այդ էր իրանց ձեռագիրը։ Հիշում ես ոնց էին ստորացնում այդ մարդկանց։ Հիմա որ մենք այդ ձև իրանց հետ վարվենք, ասեն, գիտես ինչ կասեն։ Այսօր ազգային ժողովի ամբիոնը դարձրել են, հիշում եք, որ նորերին եկա, արդեն հայ-հայա ուզում էին համբյուր էին։ Ինչպես կարելի է այստեղից այդպես խոսալ, բայց նա այդ տեսերինք չեն անում։ Երել են ընդեղ տղա են խաղում։ Տղա կարելի էր ընդեղ խաղալ։ Տղեկի գլուխուտողը տղա չի կարող լինի։ Հələ իրանք դրա համար պետք է պատասխան տան։ Ես մի բան եմ ուզում, որ բոլորի թաթիկները կտրեն մի թաթը, որով վաղը միսօր կուզենան քվեարկեն, որ բարձրացնեն իրանք Չերևան, իրանք դրան էլ արժանի չեն, որ ինչ-որ բանի համար քվեարկեն, ինչ-որ լավ բանի համար։ Այդ տեսակը վատ բանի համար կարան ուրիշ ձև քվեարկեն։ Դու գիտենք ոնց կարան քվեարկեն, այդ է իրանք։ Պարոն Հարությունյան, մեկ ցավոտ թեմայի անդրադառնանք Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, Արցախի քաղաքական ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Դուք տեսնում եք իշխանության կողմից ջանք, քայլեր, որոնք Չէ, այս իշխանությունը ձեռ է տալիս, որ այդ մարդիկ մնան ընդե։
Ինչու՞։ Չգիտեմ, այդ իրանց պետք է հարցնեք։ Սրտացավ հայը մի վաղուց ինչ որ քայլեր արել էր։ Իրանք դրանից հաճույք են ստանում։ Իրանք դրանով իրանց ներսի մաղձն են հանում։ Դա աբիժնիկի հոգեբանությամբ են եկել։ Իսկ աբիժնիկին պետք չի թողել գալ երկրի կառավարիչ դառնալ։ Կառավարող ավելի ճիշտ։ Դա իրանց երջանիկ պահերն են, որ ամեն անգամ երբ որ իրանք տեսում են, դե գիտես ինչ են ասում են ես։ Էդ է իրանց մոտեցումը։ Իրանք տարանջեցին արցախցի հայ։ Եթե իրանց համար արցախցին հայ չի, ես իրանց հետ չեմ ուզում տալարներ լինի։ Էս է իրանց վերաբերմունքը։ Վաղը միսօր իրանց են այդպես վերաբերել, վաղը միսօր մեզ էլ կարան։ Հայաստանցի համարվող հայերից էլ կարան այդպես վերաբերել։ Ոչ թե կարան, այլ համոզված են։ Եթե ասում են, այս պատերազմը ոչինչի համար էր, բայց ինքը ներում ճոռը ասում էր, որ 250,000 հոգ։ Մենք 250,000 տղեկ ունենայինք այնտեղ, որոնց դեմը իրանք արել են, վաղուց այս պատերազմը մենք տարել էինք։ Այդ 250,000-ին, 23, ինչքան ասեց թիվներ եմ մոռացել, 23,000։ Պատկերացրեք 23,000-ը սահմանից բոլորը զենք ունենային։ Գերագույն հրամանատարի հրամանները այնքան ճիշտ լինեին, ոգևորող։ Այդ 18 տարեկան տղեկը քանի պետության դեմ 44 օր պահեցին։ Չեմ ուզում այդ ցավոտ թեմային կապնեմ, բոլորս էլ լավ գիտենք, ժողովուրդ։ Եկեք այդ թեման չշահարկենք։ Ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում դա ես այդ գործած տղեկի անունը տալով ուզենամ կամ ես չեմ ուզում կամ ինձ ոչ մի աթոռ պետք չի, լուրջ եմ ասում։ Ես դրա համար չէ որ ես ստեղ եմ։ Ես վաղը մի այսօր ես ուզում եմ իմ գործով զբաղվեմ։ Ես ուզում եմ վաղը իմ բեմից ասած ասելիքը ուրիշ բանի մասին լինի։ Լինի հայրենիքի ու այն հերոսների մասին, որոնք մենք չկարողացանք ճիշտ մատուցել ու ճիշտ գնահատել։ Ես այդ մայրերի առաջ եմ պատասխանատու։ Իմ չափով։ Ինչքանով կկարողանամ։ Իսկ դու տեսնում ես իրանք ոնց են վերաբերվում այդ մայրերին։ Իրանք բերել են հասել են միտեղ այդ մայրերն են արդեն չգիտեն ինչ անեն։ Պահիտակ իրանք էլ են հավատում սրանց ու ասում են տեքստեր, որը զոհված զինվորի մոր տեքստ չի։ Ես իրանց չեմ մեղադրում։ Ցավից ամեն մարդ էլ կարա սխալվի։ Բայց այս ցավը կրելով մենք չենք ուզում հիմա եւս մեկ անգամ սխալ, 4 անգամ սխալվել ենք։ 4 հոգու դեպքում։ Ու տեսեք այդ 4 հոգին ուր են տարել մեզ կամ ուր են բերել հասցրել։ Ես ուզում եմ երևի թե փակենք ու մեկ անգամ եւս դիմելով ժողովրդին, ժողովուրդ ընտրությունը կարևոր բան է։ Եկեք այս անգամ միասին չսխալվենք։ Ուղղակի կատարենք ճիշտ ընտրություն։ Եթե վաղը մի այսօր կբերեք իմ պատճառով կգան մարդիկ հավատալով ինձ ու կհասկանան, որ սխալվել ենք, ես բոլորից ներողություն կխնդրեմ ու ինչ ուզում են թող անեն իմ հետ։ Այսքան բան։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։